Տեր հետում շնորհակալություն, որ համաձայնեցիք մասնակցել այս քննարկմանը։ Այսօր մենք պատմական ժամանակաշրջանում ենք ապրում եւ կենտրոնում հայտնվել է հայ առաքելական եկեղեցին։ Քաղաքական եւ աշխարհաքաղաքական process-ներ են տեղի ունենում։ Մեր հանդրությունը չի կարողանում կողմնորոշվել, թե այս վեճը ինչի շուրջ է, ինչի մասին է եւ ընդհանրապես ինչ է իրենից ներկայացնում հայ առաքելական եկեղեցին։ Ինչի ժամանակին չգնացին Քաղկեդոնի ժողով։ Եկեղեցին ինչ աշխարհաքաղաքական դերակատարություն ուներ տարածաշրջանում եւ հայ ժողովրդի կյանքում։ Արդյոք եթե եկեղեցին նման կերպ չլիներ, կարող է եւ հայերը չլինեին, ընդհանրապես որպես ժողովուրդ եւ տարալուծվեին, ինչպես մեր տարածաշրջանի ուրիշ եկեղեցիները։ Եկեք մեր այսօրվա քննարկումը երկու մասից անենք։ Առաջին մասը փորձենք հասկանալ ինչ է իրենից ներկայացնում հայ առաքելական եկեղեցին, ինչի այն ստացավ այն տեսքը, որը հիմա ունի, որից հետո դրա հիման վրա մենք կփորձենք հասկանալ, թե այսօր ինչ է տեղի ունենում, դա ինչ աշխարհաքաղաքական նշանակություն ունի եւ ինչ հետևանքներ կարող է ունենալ այն ամենը, ինչը կատարվում է եկեղեցի շուրջ այսօր եւ ինչ արտաքին ուժեր, ինչ խնդիրներ են փորձում լուծել եւ նաեւ գործող իշխանությունը, ինչի է այս քաղաքական գործընթացների հիմքում դրել եկեղեցին։ Ուրեմն խոսենք պատմական առումով։ Ուրեմն պատմական առումով գոյություն ուներ պայքար Պարսկաստանի եւ Հռոմի միջև, կամ հիմա կարելի ասել Բյուզանդիայի միջև։ Եվ երբ որ Հռոմը իր գաղափարախոսության հիմքում վերցրեց քրիստոնեությունը, կայսրություն կառուցելու համար, մեծ սոցիում ձևավորելու համար, կայսրության համար արժեքային համակարգ է պետք։ Դա վերցրեց քրիստոնեությունը եւ իշխանության լեգիտիմության համակարգը ձևավորեց։ Որն էր այդ իշխանության լեգիտիմությունը, որ վերևում մի աստված, ներքևում մի կայսր, եւ այդ կայսրը բոլոր քրիստոնյաների կայսրն էր եւ Պարսկաստանում 3-4 դարերում արդեն ըստ որոշ գնահատականների մոտ 20% արդեն քրիստոնյաներ էին եւ Պարսկաստանը սկսեց քրիստոնյաներին հավատալ որպես 5-րդ շարասյուն։ Այս աշխարհաքաղաքական իրավիճակում արդեն եկեղեցիները, նաեւ հայ առաքելական եկեղեցին պետք է կողմնորոշվեին քաղաքական առումով, թե ինչպես այս երկու կայսրությունների արանքում փորձել ինչ-որ ձևի քաղաքականություն վարել նաեւ հայ ժողովրդի ճակատագրի առումով։ Այս առումով եկեք սկսենք այդտեղից, որտեղ 4-րդ եւ 5-րդ դարում ֆունդամենտալ դեպքեր են կատարվել, որի ծնունդն է այսօրվա հայ առաքելական եկեղեցին։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Իհարկե առհասարակ եկեղեցիների պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի Քաղկեդոնի ժողովը եւ բոլոր այսպես ասած խնդիրները, բոլոր բաժանությունները քաղաքական, աստվածաբանական, քրիստոսաբանական սկսում են այս ժողովից։ Իհարկե անցել է 1500 տարի եւ ավել Քաղկեդոնի ժողովից, բայց մինչեւ այսօր իր դերը թողել է։ Ուրեմն քաղաքական իմաստով, եթե խոսում ենք քաղաքական իմաստով եւ աստվածաբանական հարցերը դնում ենք մի կողմ, որը նույնպես հետաքրքիր է, ուրեմն ինչ տեղի ունեցավ, իհարկե ազդեցության խնդիր կար։ Հայաստանը, հայ ժողովուրդը, որը 387 թվականի բաժանումից հետո, Հայաստանի առաջին բաժանումից հետո, պետք է որոշեր, որ քաղաքական իմաստով, որ բլոկի մեջ պետք է լինի։ Պարսկական, թե բյուզանդական։ Եվ հաջորդը Արշակունիների, այսպես ասած, Գերդաստանի անկումից հետո 428 թվականից հետո նույնպես հարցը դրված էր, որ բլոկի մեջ պետք է լինի։ Եվ այստեղ արդեն 5-րդ դարից սկսած եկեղեցին արդեն հայ եկեղեցին ինքը ազգայնացման process էր ապրում։ Եվ դրա գործում մեծ դեր են ունեցել թարգմանիչները։ Հիմա Քաղկեդոնի ժողովը, որը գումարվեց Քաղկեդոն քաղաքում, Քրիստոսի հետում կներեք միջամտելու համար, միջև Քաղկեդոնի ժողովը գալը մի քիչ կարճ խոսենք, թե միջև այդ ինչ էր կատարվում։ Ուրեմն 428 թվականից Պարսկաստանը
431 թվականից հետո, երբ որ նեստորականները հերձված Եփեսոսի ժողովով, տիեզերական ժողովով, ուրեմն ինչ էր տեղի ունենում։ Տեղի ունենում հետևյալը, նախ Արիոսի ուսմունքի դատապարտումով Նիկեայի տիեզերական ժողովը, որ եղավ 325 թվականին, եւ իդեպ այս տարի նշվեց 1700-ամյակը, եւ վերջերս Լևոն 14-րդը գնաց այդ քաղաքի ավերակների մոտ ընդհանրական էկումենիկ աղոթք արեցին, որ հավատով հանգանակը հաստատվել է, եւ Արիոսի դատապարտումից հետո եկավ այնտեղ նաեւ Սուրբ Հոգու դեմ Մակեդոնի հարցը կար, Ապողինար Լաուդիկեցու հարցը կար, բայց մեծ դեր խաղաց, մեծ բաժանում էր արդեն առաջացրել հատկապես պարսկական կողմում, որը հովանավորվեց նեստորականությունը։ Ինչ էր ասում Նեստորը, որ Քրիստոս ոչ թե Աստվածածինը, Մայրամ Աստվածածինը, այլ Քրիստոսածինը։ Եվ ինքը արդեն բացառում էր երկու բնությունները։ Ինքը ասում էր Աստված չի կարող ծնվել մարդուց։ Այսինքն ինքը մերժում էր աստվածային բնությունը, այսպես ասած։ Եվ քաղաքական աստվածաբանության մեջ եւս մեկ անգամ չխորանալով խնդիր կար այս բլոկը ուժեղացնելու։ Եվ նեստորականությունը ինքը աճեց հատկապես Պարսկաստանում, հզորացավ եւ նեստորականությունը նաեւ եկավ Հայաստանի սահմաններին։ Պարսիկները փորձում էին Հայաստանում նեստորականություն տարածել եւ 428-ից հետո 3 կաթողիկոս դրեցին, չէ՞։ Այո, ասորական եւ նաեւ հայ-ասորական հարաբերությունները նաեւ այս կոնտեքստում էլ է շատ հետաքրքիր։ Նախ ասենք նշենք պատմական մի փոքր ակնարկ ասորական ազդեցության մասին, որ նախ քրիստոնեությունը Հայաստանում հարավից է մուտք գործել եւ ասորական առևտրականների միջոցով։ Եվ այս հանգամանքները հետո օգտագործել են ասորիների միջոցով, որպեսզի Հայաստանում նեստորականությունը քարոզվի։ Ինչի համար, որովհետեւ եթե նեստորական են, Հռոմը իրենց չի ճանաչում, հերձվածք է համարում, իրենք արդեն չեն դառնում 5-րդ շարասյուն Պարսկաստանում։ Եվ դրա համար նաև հայերին պետք է նեստորական սարք։ Հայերին պետք է նեստորական սարքին։ Եվ կներեք մի հատ հայտնի գրված կա, որը քրիստոնեության պատմության համար շատ կարևոր է, երբ որ Պարսկաստանի այս ճնշումներին դիմագրավելու համար հայ եպիսկոպոսները նամակ են գրում Կոստանդնապոլ, ասում են հիմա մեզ ուզում են նեստորական սարքել։ Ճիշտը որն է, եւ հայտնի նամակը կա Պրոկլոս Կեսարացու նամակ առ հայերին, որտեղ ինքը ասում է, որ նեստորականությունը ինչով է սխալ, որ հայերը ցույց տան պարսիկներին, ասեն սխալ է, մեզ մի տարեք այդ ուղղությամբ եւ նաեւ ուրիշ աղբյուրագիտության մեջ սկզբնաղբյուրները երբ որ ուսումնասիրում ենք եւ շատերը հայերը արդարանալով օրինակ Երուսաղեմի Հովանես պատրիարքը ասում է որ հայերին հայ եկեղեցում այս մոլորության մեջ գցեցին ասորիները պարսիկների օգնությամբ ուրեմն իհարկե առաջի այսպես ասած սերմերը նեստորականության Հայաստանում երևաց 5-րդ դարի երկրորդ կեսից եւ հայերը չէին հասկանում նեստորականության վտանգը սկզբնական շրջանում։ Նախ նշենք, որ նեստորականության դեմ առաջի պաշտոնական ժողովը, որ հայ եկեղեցին գումարել է 506 թվականի Դվինի առաջի ժողովը։ Հիմա հարց կտակ, բա լավ, եթե 506 թվականին Դվինի առաջի ժողովը գումարվել է նեստորականության, բա քաղկեդոնականության մասին թե ինչու խոսք չի եղել։ Սա հետաքրքիր թեմա է, բայց գնանք դեռ Քաղկեդոնի ժողովը։ Դեռ Քաղկեդոնի։ Այսինքն Պարսկաստանը այդ ժամանակ ուժեղացել էր եւ ասորիների միջոցով ճնշում էր հայերի վրա, որովհետեւ դավանափոխություն տեղի ունենա, այդպես անվանենք, հա, չնայած այդ ժամանակ ավարայրը տեղի ունեցավ, որից հետո հայերը չգնացին Քաղկեդոնի ժողով, բայց ուղղակիորեն չմերժեցին։ Եվ դրանով մտավ պայքարի մեջ հայերը Պարսկաստանի հետ, ինչի համար, որ ազատվի նեստորականությունից, բայց քանի որ Քաղկեդոնի ժողովով արդեն արևելյան մի շարք եկեղեցիներ նույնպես հերձվածք ճանաչվեցին, եւ փոքր հայկից որոշ հայ եպիսկոպոսներ նաեւ մասնակցություն են ունեցել Քաղկեդոնի ժողովին,
Եվ այստեղ նաև խնդիրը հետևյալն էր, հայ եկեղեցին նաև այդ ժամանակ չուներ այդ ներուժը, որպեսզի ամբողջական պատկերացումը եւ պատասխանատար Քաղկեդոնի ժողովին։ 6-րդ դարում, 6-րդ դարի սկզբում հայ եկեղեցին վերաբերվում էր կասկածանքով, որոշիչ պատասխան չուներ Քաղկեդոնի մասին։ Եվ չմոռանանք, որ մենք 12-13 քաղկեդոնական կաթողիկոսներ ենք ունեցել։ Եվ նաև Հռոմում անդադ գործընթացներ էր գնում, որ այդ ճեղքվածքը միջև լուծում տալ, հա, մոնոֆիլիտության, ընդհանուր կյանք եւ այլն, բայց որը չաշխատեց հետագայում։ Հիմա որ ներողություն, ստեղ ինքը կարևոր հարց է, Հռոմում նույնիսկ Կոստանդնոպոլսում բյուզանդական աշխարհում Քաղկեդոնի ժողովից հետո մենք չմոռանանք երկու կայսր հակաքաղկեդոնական էին։ Այո, որովհետև իրենք էլ չէին կարողանում գտնել լուծումը։ ուզում էին միավորել, բայց ինչպես։ Եվ վերադառնանք Դվինի առաջի ժողովը, երբ որ նեստորականությունը պաշտոնապես մերժվեց, Դվինի երկրորդ ժողովը վերահաստատեց, որ նեստորականությունը ուժ է տալիս քաղկեդոնականությանը։ Աստվածաբանական առումով։ նաև քաղաքական պահը կար։ Իհարկե դե քաղաքական պահը կար, դա անժխտելի է, եւ հայ եկեղեցին շատ ուշ Քաղկեդոնի ժողովին պաշտոնական դիրքորոշում ասեց 554 թվականին, բայց պատասխանները գիրք թղթոցը, երբ որ մենք նայում ենք պատասխանները, որ պահպանվել են այդ վավերագրերը, նույնիսկ Դվինի երկրորդ ժողովի որոշումներն էլ սպառիչ չեն Քաղկեդոնի հետ կապված, որ մերժում ենք։ Վերջնական կետը դրել է Հովանոցնեցին 726 թվականի Մանասկերտի ժողովով։ Տեր հետում։ Հիմա քանի որ մեր քննարկման թեման քաղաքականն է, այսինքն մենք հասկանանք ինչ քաղաքական իրավիճակ էր եւ ինչի հայ առաքելական եկեղեցին դարավ ինքնուրույն եկեղեցի նաեւ աստվածաբանության առումով զուտ քաղաքական կոնտեքստն են քննարկում երբ որ 6-րդ դարի վերջում եւ սկզբում ուրեմն շատ լուրջ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում երբ որ մոտ 30 տարի Պարսկաստանը եւ Բյուզանդիան արյունալի պատերազմների մեջ էին եւ արյունակամ էին եղել դրան գումարած ժանտախտ է տեղի ունենում որ Բյուզանդիայում եւ Պարսկաստանում նույնիսկ տեղեկը մինչեւ 50% բնակչություն է մահացել հա քաղաքներ եւ այլն այսինքն դա դաժանագույն ավերվածություններ բերեց եւ երկու կայսրությունները թուլացել են եւ ժանտախտը եւ պատերազմը արաբական աշխարհին չեր կպել հա եւ արաբական աշխարհը կարողացավ իր իսլամի միջոցով տարածվել նայեք երբ որ 630-ական թվականներին Պարսկաստանը թուլանում է հայ եպիսկոպոսը եւ Իրակլի կայսրը Հերակլ երկրորդը որը ազգությամբ ծագումով հայ է լինում պայմանավորվում են, որ մերձեցում է գնում ընդհանուր հավատի շուրջ պետք է միակամության վարդապետությամբ եզր կաթողիկոսի կողմից այսինքն մենք տեսնում ենք երբ որ Պարսկաստանը թուլանում է գնում է մերձեցում Կոստանդնոպոլսի հետ որից հետո մեզ մոտ սկսվում է նաև եկեղեցաշինությունը ինչ որ առումով Հռեպսիմեի տաճարը Գայանեի տաճարը Զվարթնոցը պարսկական ոճում մենք դառնում ենք արդեն ինչ որ առումով քաղկեդոնական, բայց ոչ լրիվ մենք աստվածաբանության մեջ չենք մտնում։ Բայց երբ որ արաբներն են նորից գալի եւ արաբները Բյուզանդիայի հետ պատերազմի մեջ մտնելով վերականգնում են պարսկական քաղաքականությունը, որ պետքա քրիստոնյաների մի մասին տարանջատել Բյուզանդիայից, այդ ժամանակ արդեն մենք եկանք Հովնան Օձնեցում։ Տեսեք, ինքը շատ կարևոր հարց է մեր եկեղեցու եւ ազգի պատմության մեջ։ Պարսկական կողմը շատ իմաստուն կերպով հասկանում է, որ հայ եկեղեցուն պետք չէ Բյուզանդիայից, բյուզանդական աշխարհից կամ ընդհանրական եկեղեցուց առաջացած հերձված բերել, ինչպես նեստորականություններ բերել եւ համոզել։ Եվ պարսկական կողմը 632 թվականից հետո Ավանի կաթողիկոսության ոչնչացումից հետո 500 էլ երևի ասենք, որ 591 թվականին, չէ, 591-ին հիմնվում է Ավանում եկեղեցու կա հիմա։ Այո,
Եվ դա քաղաքեդոնական եկեղեցի է ստեղծվում։ Առաջի քաղաքեդոնական պաշտոնական եկեղեցին է, Հովան Բագարանցին նշանակվում է կաթողիկոս եւ վերջի կաթողիկոսն է լինում մինչեւ 612 թվականը իր մահը։ Եվ Խոսրովը երկրորդը բարձրացնեն գալիս է եւ ավերում է եկեղեցին, թույլ չի տալի, որ Հայաստանի տարածքում Ինչու այս խնդիրը, որովհետեւ պարսկական կողմը հասկանում է, որ արևմտյան Հայաստանի հատկապես սահմանին, Բյուզանդիայի սահմանին ուժեղանում են քաղաքեդոնական ազդեցությունները, եկեղեցիները, մշակութային քաղաքական առումով, բայց այստեղ չէր զարգանում աստվածաբանությունը։ Ինքը հետաքրքիր հարց է, ոչ թե հայ աստվածաբանությունը, հայ եկեղեցու, այլ չէր զարգանում ինքը քաղաքեդոնական, այսպես ասած, Եզր Փառաշնակերտի կաթողիկոսը եւ մի քանի կաթողիկոսներ արդեն հարում էին բյուզանդական կողմին։ Եվ սա պատմական ճշմարտությունն է, եւ մենք նաեւ Եղիա Արչիշեցու պատմությունը գիտենք կաթողիկոսի, որ կային եպիսկոպոսներ, օրինակ Պարտավի եպիսկոպոսը Ներսես Բակուրը, որը քաղաքեդոնական էր եւ տարածում էր աղվանքում քաղաքեդոնականությունը, ուզում էին այդ հատվածներ իրենց ենթակայության տակ ունենալ։ Քաղաքական իմաստով իրենք պետք է ճնշեին ամբողջ Հայաստանը, ազդեցությունը տարածեն եկեղեցում քաղաքեդոնականությամբ, որպեսզի պարսկական կողմին թուլացնեն։ Եվ ինչը բայց դա արդեն արաբների մասին է։ Դա արաբների մասին է, բայց պարսիկները չկարողացան հասցնել այս հարցերը իրենք լուծելու։ Ինչու չհասցրեցին լուծել, որովհետև իրենք թուլացել էին եւ իրենք խնդիր ունեին, որպեսզի իրենց ուժերը հավաքել։ Եվ չմոռանանք, որ այդ ժամանակ արդեն Պարսկաստանում սկսել էին ներքին խռովություններ եւ սկսվել էր պայքարը գահի համար եւ Սասանյանները արդեն ընկնում էին։ Եվ իրենց ոչ ճիշտ քաղաքականության պատերազմների ժանտախտի հետևանքով անընդհատ կռիվների պատերազմից հոգնել էր իրենց էլիտան եւ ժողովուրդը եւ արաբները եկան շատ արագ գրավեցին եւ իսլամը փորձեցին տարածել։ Արաբները հասկանալով, որ այս տարածաշրջանում այսպես Արմենիան, որը միավորում էր այս տարածքը, հասկացան, որ բյուզանդական ազդեցությունը մեծ է։ Ժամանակի հայ կաթողիկոսները Եղիա Արչիշեցին, որը զորքով գնում է արաբական եւ Ներսես Բակուրին ձերբակալում եւ ուղարկում է Դամասկոս, սա ցույց է տալիս, որ այդ ժամանակվա, այսպես ասած, հայ առաքելական կաթողիկոսները փորձում էին կտրել բյուզանդական այսպես ազդեցությունից։ Ինչու՞, որովհետեւ խնդիրը կար գոյաբանական, որովհետեւ ձուլման խնդիր կար։ Եվ այս հարցը վերջնականապես լուծում է Օձնեցին։ Օձնեցին Դամասկոս գնալը պատահական չէ։ Իհարկե խալիֆի մոտ։ Եվ ինչպես է խալիֆի մոտից գալի Հայաստան զորքով։ Դա պատահական չի։ Եվ ճնշում է զորքով Պավլիկյաններին, մեկ էլ Արցախի շրջանի քաղաքեդոնականներին, այո, որովհետև քաղաքեդոնականները հատկապես 7-րդ եւ 8-րդ դարում համարվում էին բոլոր աղանդների հովանավորները։ Դեր հետում մի Ավանի կաթողիկոսության հետ կապված մի կարևոր պահ կա, որը մենք պետք է հասկանանք։ Երբ որ Խոսրովը Պարսկաստանի 612 թվականին գալիս է եւ ավերում է Ավանի կաթողիկոսությունը, քաղաքեդոնական հայերի մի հատվածի համար կաթողիկոսության կենտրոնը դառնում է Մցխետը, վրացական եկեղեցին, եւ հետագայում հատկապես 9-րդ 11-րդ դարերում գնում է հայերի վրացացման գործընթացը, հայ քաղաքեդոնականների, որովհետև քաղաքեդոնականների եւ հակաքաղաքեդոնականների միջև ատելություն գոյություն ուներ, արդեն ճշնամանք էր։ Եվ հայերի մի հատվածը սկսվեց ձուլվել եւ դառնալ վրացի, որովհետև հայ քաղաքեդոնական կաթողիկոսություն գոյություն չուներ։ Այո։ Տեսեք, այդ պատմության այդ հատվածը ինքը շատ հետաքրքիր է, հատկապես Ավանի կաթողիկոսությունը, երբ որ ավերվեց, Խոսրովը դիտավորյալ ավերեց այդ կաթողիկոսությունը, որպեսզի երբեք հայ քաղաքեդոնականները չմիավորվեն։ Վրաց եկեղեցին վրացական կողմը նույնիսկ 13, 14, 15-րդ դարերում ինքը փորձել է հայկական եւ հայ քաղաքեդոնականներին
իր իշխանության լծի տակ պահելու համար։ Եվ պատմագրության մեջ միշտ այսպիսի հարց է առաջանում։ Մենք վրաց Կյուրիոն կաթողիկոսին գիտենք, որ 607 թվականին բաժանվեց հայ եկեղեցուց եւ Բաբկեն Ոտմսեցի կաթողիկոսի նամակցությունները կան։ Վրաց եկեղեցին ենթարկվում էր հայ եկեղեցուն։ Եվ ինչու վրացիները որոշեցին, որ պետք է բաժանվեն մեզանից եւ չենթարկվեն այլևս։ Նույնպես քաղաքական էր խնդիրը, որովհետեւ վրաց եկեղեցին հասկացավ, որ իր սահմանները ավելի մոտ են բյուզանդական աշխարհին եւ ես նշեցի պատմագրության մեջ վեճը կա ազգային եկեղեցի, այսինքն զուլման խնդիրը կա։ Եվ շատերը ասում են, եթե վրացիները մնային հայ եկեղեցու տիրապետության տակ, հնարավոր է իրենք զուլվեին մեզ հետ։ Բայց իրենք հակառակ process-ը կատարեցին, վրացիները բյուզանդական աշխարհի հետ մերձեցան, եկեղեցին քաղկեդոնական դարձրեցին եւ սկսեցին հակառակ process-ը մեզ հետ, որպեսզի մեզ զուլեն իրենց հետ։ Տեր հետում հիմա մենք տեսանք, որ քաղաքական պատճառներով հայկական եկեղեցին առանձնանում է, դառնում է ինքնուրույն եկեղեցի իր ուրույն որոշակի դոգմատիկայով աստվածաբանությամբ։ Հիմա թռչենք մի հատ այլ պատմական ժամանակաշրջան, նույն Կիլիկյան եւ Օսմանյան կայսրության։ Կիլիկիայի ժամանակ վերջում ըստ էության հայերը կաթոլիկություն էին ընդունել։ Նույն Լևոն IV թագավորը ինքը արդեն միաբան էր կաթոլիկ, հետում երկրորդը եւ իրենք աջակցություն են ստանում խաչակիրներից, կաթոլիկ եկեղեցուց եւ օծվում են թագավոր կաթոլիկ ծեսով։ Իրենք կաթոլիկ թագավորներ են։ Արդյունքում, երբ որ մամուլուկները կամ մուսուլմանները սկսեցին հակադարձել, հայերին իրենք վերաբերվեցին որպես արևմուտք օգտագործենք, այդ տերմինը չնայած այն ժամանակ չի եղել, արևմուտքի լրտեսներ, թշնամական մի տարածք, որին պետք էր վերացնել։ Իսկ այն հայ հակաքաղկեդոնականները, որոնք գտնվում են արևելքում, մեր այսօրվա Հայաստանի հյուսիսային վարդապետները, կողմած, իրենց որպես թշնամի չեն մոտենում, որովհետև կաթոլիկ աշխարհն էր իսլամի թշնամին, խաչակիրների ժամանակ, Կիլիկյան իրենք դիտարկում են որպես թշնամի եւ թույլ չտվեցին գոյություն պահպանել։ Իսկ մյուս հայերը, որը հակաքաղկեդոնականներ են, իրենք նկատում են որպես թշնամություն, թշնամի վերաբերմուն գոյություն չկար, որտեղ իրենք էլ են ինչ-որ առումով հալածվում ուղղափառներից եւ կաթոլիկներից։ Եվ արաբների ժամանակ, մոնղոլների ժամանակ ինչ-որ առումով հայերը, հայ հակաքաղկեդոնականները հովանավորվում են եւ գոյություն ունենալու շանս են ստանում։ Հիմա հարցը ո՞րն է։ Հարցը այն էր, որ երբ որ մենք այս բանից դուրս են գալի, փորձում ենք դառնալ ուղղափառ կամ կաթոլիկ եւ այլն, մենք վտանգի առաջ ենք հայտնվում զուտ մեր շրջապատի աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով։ Հայ եկեղեցին ինքը 1700 իր տարվա մոդուլը, այսպես ասած մեխանիզմը ինքը գտել է օձնեցու միջոցով։ Կիլիկյան շրջանում այդ կաթոլիկների միսիոներական, այդ քարոզչական եւ որ մտել էր պետական ապարատ, դա առաջինը կործանեց երկիրը, որովհետեւ ինքը բաժանություններ բերեց։ Դա հստակ երևում է Սասի ժողովները, Ադանայի ժողովները եւ խնդիրը հետեւյալն է։ Հայ եկեղեցին արաբական շրջանից սկսյալ ինքը ստեղծում է մի մոդել, կառուցվածք, որ ոչ քաղկեդոնական է, ոչ ինքը հակաքաղկեդոնական է եղել իհարկե, բայց մեկ բանով ինքը ազգային եկեղեցու տերմինը բերեց, որ երկու կողմի համար կարող է ինքը հակակշիռ լիներ։ Քաղկեդոնականները իրենք մեծ պայքար են ծավալել հայ եկեղեցու նկատմամբ դարերով։ Եվ նույնիսկ բոլոր այդ նամակցությունները կան կաթողիկոսի օրինակ Գրիգոր տղայի ներսես շնորհալու հետ, բոլոր այդ էկումենիկ, այսպես ասած, հարաբերությունները, որպեսզի իրենք կարողանան քաղաքական իմաստով տարածաշրջանը վերցնել, իրենց ազդեցության գոտի ստեղծել։ Հայ եկեղեցին ինքը հասկացել է, քանի որ ինքը դեմոգրաֆիկ առումով տարածաշրջանում փոքր է, ինքը
պետություն շատ ժամանակ չի եղել եւ ազգին գոյաբանական խնդիրը լուծելու համար ինքը ստեղծել է ազգային եկեղեցու գաղափարախոսությունը, որը պահում է եկեղեցին ինքնուրույն, ոչ մեկի ազդեցության գոտի չլինելով։ Ազդեցության գոտի չլինելով, էսի շատ կարևոր է եւ հայ եկեղեցին իհարկե ինքը եղել են շրջաններ, որոնք օրինակ Զաքարյանների օրոք, որ անցել են վրացադավան են դարձել եւ փորձել են այդ վրացադավանությամբ ազդեցության գոտի դնել ամբողջ Կովկասում։ Բայց եկեղեցու շատ վարդապետներ հյուսիսային կողմած, ես չեմ ասում կաթողիկոսներ, որովհետև այդ ժամանակ 4 կարևոր աթոռ ունեինք՝ Բջնիի, Տաթևի, Հաղպատի, որոնք փորձում էին պահել ազգայինների եկեղեցու գաղափարախոսությունը, որպեսզի չձուլվեն։ Հայ եկեղեցին ունի այդ պայքարը, որպեսզի տարածաշրջանում կարողանա պահել դոմինանտությունը, որպեսզի ազդեցության գոտի երբեք չլինի ոչ մի եկեղեցու կողմից։ Հիմա գանք մյուս ժամանակաշրջան։ Ուրեմն կարակոյլուների ժամանակ հայերը հովանավորվում են իրենց կողմից եւ իրենց օգնությամբ կաթողիկոսությունը տեղափոխում է Սսից Էջմիածին 1441 թվականին եւ նույնիսկ կարակոյլուները հալածում են կաթոլիկ հայերին։ Եվ մի հայտնի դեպք կա, երբ որ Պարսկաստանի Մակու քաղաքում հայ իշխան կար կաթոլիկ եւ հայ համայն կար կաթոլիկ, կարակոյլուները գնում են եւ այդ քաղաքը գրավում են, ավերում են եւ այլն, բայց իրենք հովանավորում են հայ ռաքելական եկեղեցուն։ Ինչի համար, որովհետեւ այն մյուս կողմում օսմանցիներն էին եւ իրենք ուզում են հայերին իրենց կողմը գրավեն։ Մյուս կողմից հայերը ոչ կաթոլիկ են, ոչ ուղղափառ են, հա, այսինքն հայերի հետ կարելի էր հարաբերություններ ձևավորել, լեզու գտնել։ Մյուս կողմից շատ հետաքրքիր գործընթաց էր գնում Օսմանյան Թուրքիայում, երբ որ 1453 թվականին Մեհմեդը գրավում է Կոստանդնուպոլիսը, չի ավերում քաղաքը, որտեղ ըստ իրենց կանոնների այն քաղաքը, որը դիմադրություն է ցույց տալի, պետք է ավերվի։ Կոստանդնուպոլիսը դիմադրություն է ցույց տալի, չի ավերվում։ Եվ ինքը սկսում է 3 միլետ է ստեղծում. հրեական միլետ, ուղղափառների միլետ եւ հայ առաքելական եկեղեցու միլետ, եւ Հովան եպիսկոպոսին Բուրսայից բերում են եւ պատրիարքությունն է հաստատվում։ Այսինքն Օսմանյան կայսրություններում հայերին, ուղղափառներին հովանավորում են նաեւ հայրաներին, բայց կաթոլիկներին թույլ չեն տալի, որպեսզի իրենք նույնպես միլետ ձևավորեն։ Ինչի համար, որովհետև կաթոլիկ աշխարհը իրենց թշնամիներ պատերազմի մեջ են։ Եթե հայերը լինեն կաթոլիկ, ապա դա կնշանակեր, որ հայերը 5-րդ շարասյուն են։ Հայերը հավատարիմ ռայա են, չէ՞ կոչվում։ Նույնը կատարվեց, երբ որ իրենք Ռուսաստանի հետ էին պատերազմի մեջ, հայերը ուղղափառներ չէին։ Վրացիները որպես ուղղափառ բոլորին իսլամ ընդունել տվեցին, հայերը պահպանվեցին։ Այսինքն զուտ են պատճառով, որովհետև հայերը գտել են մի բանաձև կամ պատմություններ ստիպել գտնել մի բանաձև, որը թույլ էր տալի իրենց գոյությունը պահպանել եւ չընկալվել որպես որևէ այլ հզոր ուժի շարասյուն 5-րդ։ Տեսեք, երկու պատմության այս դրվագները 1441 թվականի եւ 1453 թվականի Կոստանդնուպոլսի կործանումով եւ հայերի դերի բարձրացումով ինքը քաղաքական որոշումները եղել է տրամաբանված։ Նախ պետք է ասենք, որ 1441-ի որոշումը եթե չլիներ կարակոնյունների հովանավորությամբ, եթե չեմ սխալվում Ջան Շահը այդ որոշումը կայացրեց, հովանավորեց, ուրեմն ներկայիս Հայաստանի Հանրապետությունը չէր լինի։ Գոյություն չէր ունենա։ Հիմա սրա մեջ քաղաքական դեր են տարել հոգևորականները, Կիրակոս Վիրապեցին, Թովմա Մեծոպեցին եւ Տաթևի դպրոցը, ես եւ Օրբելյանները հովանավորել են։ Հիմա մարդիկ տեսիլք են ունեցել, մարդիկ հասկացել են, որ Կիլիկյան թագավորությունը կործանվում է եւ Կիլիկյան թագավորությունը, երբ որ կաթոլիկների ազդեցության գոտի է եղել, եւ այդ հայ կաթոլիկների հարցը, գոյության հարցը հարցականի տակ է եղել, ինչ պիտի լիներ, որտեղ մամլուկների 1375 թվականի
ավերիչ, այսպես ասած, արշավանքից հետո Կիլիկիան դադարեց գոյություն ունենալ։ Չմոռանանք, որ մեծ գաղթը սկսվեց 1375 թվականից հետո եւ ինչու որոշումը կայացվեց, որ տեղափոխեն աթոռը, որովհետեւ հայերը չէին ցանկանում մնային, եւ կաթոլիկ հայերը, եւ առաքելականները, եւ տեղափոխվում էին Արևելյան Հայաստան, բարձրանում էին հյուսիս, նույնիսկ ինչպես 1045 թվականի անի անկումից հետո շատերը գնացին Ղրիմ, Ակերման, հետո մոլդովական հողեր, Բեսարաբիա եւ ստեղծեցին այնտեղ Սուչավայի աթոռը 1401 թվականին։ Խնդիրը հետեւյալն էր, որպիսի կարողանան ստեղծել քաղաքական ազդեցությունից դուրս գան այդտեղից, որովհետեւ 15-րդ դարում մահմեդականները, կարակոնյուլները, օսմանցիները հայրին դիտարկում էին որպես զսպիչ ուժ հակառակ թևերին։ Հիմա 1453 թվականը նախ հույները ապրում էին քաղաքի ներսում, հայերը մինչև 1453 թվականը ապրում էին դարպասի մյուս կողմը։ Դա նշանակում էր անարգանք։ Բայց երբ որ գրավեց Մեհմեդ II-ը քաղաքը ամբողջությամբ վերցրեց, բյուզանդական կայսրությունը վերացավ, անկում ապրեց, եւ այնտեղ է նույնիսկ կար քաղկեդոնական կաթոլիկների ուղղափառների պայքարը, որովհետեւ կաթոլիկները նաեւ շատ օգնություն առաջարկեցին եւ հայտնի խոսքը կա, ավելի լավ է հանձնվենք օսմանցիներին, քան թե լատինացիներին, բյուզանդացիների Պապիցիարն ավելի ցանկալի է, քան օսմանցիների հպատակությունը, հայտնի խոսքն է, եւ իրենք հրաժարվեցին օգնությունից եւ կռիվը միջև վերջ տվեցին։ Եվ Սոֆիայի տաճարը օծվել էր որպես կաթոլիկ տաճար, այո, իսկ հույները ուղղափառ անիծում էին Սոֆիայի տաճարը եւ չէին մտնում։ Չէին մտնում եւ իրավունք է չունեին։ Իրավունք է չունեին։ 1453-ից իրավիճակը փոխվեց քաղաքական իմաստով, հայերը եկան քաղաք։ Հույները նաեւ դուրս եկան քաղաքից։ Եվ հայրին հավասարեցրեցին ի հակակշիռ։ Եվ ումներ է ի հակակշիռը պետք է լիներ հետևյալը կաթոլիկների եւ հույների։ Եվ օսմանցիները, օսմանյան առհասարակ կայսրությունը հայրին սկսեց մինչև 1800-ական թվականների սկիզբը մեծ տեղ տալ օսմանյան կայսրությունում։ Եվ հայ առաքելական եկեղեցու եւ պատրիարքության հիմնումը դրանով էր պայմանավորված։ Մենք չմոռանանք, որ մինչև 1915 թիվը Էջմիածնի ամենայն հայոց կաթողիկոսության ընտրություններում ամենավորոշիչ ձայնը ուներ Կոստանդնուպոլսի աթոռը եւ ֆերմաները կաթողիկոստական հաստատման տալիս էին օսմանցիները։ Ինչու՞։ Քաղաքական իմաստով, որովհետեւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը ավելի շատ թեմեր ուներ, քան թե Էջմիածինը։ Տեր հետում հիմա նորից թռչենք մի հատ պատմական հաջորդ փուլը, որտեղ շատ մանրամասը մենք չենք կարող խոսել, որտեղ ժամեր կտևի, բայց ես կարծում եմ արժի ընդհանրապես ամեն մի պատմական ժամանակաշրջանի մասին առանձին խոսել, եւ դա շատ կարեւոր է այսօրվա համար։ Երբ որ ռուսները եկան Հարավային Կովկաս, իրենք գրավեցին Ադրբեջանի տարածքը, հետո Վրաստանի, հետո Հայաստանի տարածքը, վրացի ուղղափառ եկեղեցի դարավ էկզարխատ, այսինքն ռուսական պատրիարքության ենթակայության տակ։ Եվ շատ ժամանակ էկզարխը ռուս էր լինում։ Եվ նշանակովի։ Իսկ հայերը ունեն ինքնուրույն կաթողիկոսություն եւ ռուսական կայսրության կոնտեքստի մեջ, ինչպես օսմանյան կայսրությունում, կրոնական համայնքի նշանակությունը չափազանց կարևոր է, որտեղ անձնագրերում գրում են այս համայնք են համայնք։ Ի տարբերություն վրացիների հայերը ունեին ազգային դպրոցներ, եկեղեցին ներկայացնում էր ազգը կայսր առաջ, ինչպես նաև սուլթանի առաջ, իսկ վրացիները լինելով ուղղափառ, իրենք ըստ էության կորցրեցին իրենց ինքնուրույնությունը։ Տեսեք, վրաց եկեղեցու ենթակայությունը ռուս ուղղափառ եկեղեցուն
նույնիսկ ոչ թե ռուս ուղղափառ եկեղեցուն, այլ նաև ցարին, որովհետև Պետրոս մեծից սկսյալ ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքները սկսվեցին նշանակվել։ Եվ Պետրոսը ինքը դարձավ ցարը, դարձավ ինքը գլուխը եկեղեցու։ Եվ գոյությունն է սինոդ։ Եվ սինոդ։ Սինոդներ։ Ես ասեմ, որ ցարական Ռուսաստանը մեզ այնպես չի, որ ամբողջական տվեց լիազորություններ։ Իհարկե ծխական դպրոցները, իհարկե համայնքները, թեմերը ունեին արտոնություններ, բայց իրենք միանշանակ ճնշում չէին գործադրում մեկ պատճառով, որովհետև Կոստանդնոպոլսի հայոց պատրիարքությունը եւ Արևմտյան Հայաստանի թեմերը, որը ենթակա էր Պոլսին, ավելի շատ էին, քան թե Էջմիածինը։ Մենք չմոռանանք Պոլոժենյան 1836 թվականի, որը նույնպես հայ եկեղեցում նշանակվեց սինոդ։ Եվ սինոդի անդամները նաև պետք է նշանակվեին։ Եվ հաջորդը ռուսական կողմը, եթե վրաց եկեղեցուն ինքը նշանակեց ենթակայության, քաղաքական պատճառը նա էր, որ վրաց թագավորությունը ինքը ոչնչացրեց, վրաց թագավորությունը ենթարկացրեց ռուսական, այսպես ասած, կայսրությանը։ Մենք գիտենք այդ հայտնի պատմությունները 1801 թվականի վերջին թագավորի եւ թագուհու հետ պատմությունները, որ պետք է դինաստիան, այսպես ասած, երկար անկում ապրել եւ հայտնի ստորագրությունը կա, որ հանձնում են ռուսական կողմին, բայց գալով հարավային Կովկաս, հասկանալով, որ օսմանցիների եւ հատկապես Պարսկաստանի ռուս-պարսկական վերջի պատերազմից հետո հարցերը լուծվավ պարսկական կողմի հետ, բայց երկու ինքը թշնամի ուներ օսմանցիները եւ Պարսկաստանը, հայ եկեղեցին էր իր հիմքը այստեղ։ Այո, այնպիսի ճնշումներ չգործադրեց ինչպես Վրաստանում, բայց նաեւ այստեղ ինքը փորձեց իր ենթակայությունը տարածել։ Բայց ես ուզում եմ նշել երկու կարևոր մարդկանց՝ Հովսեփ Արխուքյանին, arczepiskopos եւ Ներսես Աշտարակեցուն, որը նաեւ այսօր ժամանակակիցները շատ քննադատում են, որ ռուսական գործակալներ էին, բայց այս երկու հոգեվորականները մեծ դեր խաղացին, որպիսի գոյաբանական խնդիր լուծելով, որ ռուսական կողմը պահելով, որպիսի ազգը այստեղ չձուլվի։ Եվ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստան ինչու բերվեցին հայերը, որպիսի հայ եկեղեցու շուրջ հավաքվեն եւ գոյաբանական խնդիրը լուծեն, որպիսի էթնիկ տարը ստեղ զուտ լինի հայկական, որի հիմքը դրվեց 1441 թվականին Սսից դեպի Սուրբ Էջմիածին տեղափոխվելով Աթոռը։ Իհարկե մեծ խնդիրներով է անցել այդ process-ը, բայց մարդիկ հասկացել են, որ եթե ապագայում ուզում են պետություն ունենան, ապագայում ուզում են անկախ լինել, դա կտևի 200 տարի, թե 600, թե 800 տարի, պետք է Աթոռը լինի այնտեղ, որտեղ հավաքված են հայերը։ Եվ քաղաքական որոշում էր կայացվել եւ ցարի օրոք, այսինքն Ռոմանովների օրոք եւ Օսմանցիների օրոք, որպեսզի հայերին հավաքեն մի տեղ, որը կլինի հակակշիռ։ Տեր հետում, ուրեմն մենք ժամանակ չունենք շատ խորանալու, բայց հույս ունեմ մի օր մենք ավելի մանրամասը այս հարցերի մասին խոսանք։ Ուրեմն մենք կարող ենք եզրակացություն անել։ Եզրակացությունը այն է, որ պատմական եւ աշխարհաքաղաքական պատճառներով հայկական եկեղեցին դարձավ այնպիսին, ինչպիսին հիմա կա, որը թույլ տվեց մեզ գոյատևել եւ Պարսկաստանի տարածքում, եւ արաբների ժամանակ, եւ մոնղոլների ժամանակ, եւ Օսմանյան կայսրությունում, եւ ռուսական կայսրությունում, եւ այն, որ հիմա կա Հայաստանի Հանրապետություն եւ հայ ժողովուրդ, դա առաջերտին պայմանավորված էր եկեղեցու նման կառուցվածքով։ Ուրեմն այս խոսակցությունը մենք ունեցանք նրա համար, որովհետեւ մենք գանք նաեւ մեր օրերին ու հասկանանք ինչ վտանգ է կախված այսօր Հայաստանի վրա, նաեւ եկեղեցու վրա, եւ ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Այս ամեն ինչ, որ մենք խոսեցինք, նկատի ունենալով, մենք մեր հաջորդ խոսակցությունում արդեն գանք մեր օրերին ու հասկանանք ինչ է կատարվում։ Շնորհակալություն։